Շնորհակալություն, Պաշտպան դատարան։ Մենք քաշ գիտակցում ենք, որ ըստ էության կա դատանի որոշում պարզանագրված ռիսկեր, որոնք այս պահին ուժի մեջ են, որոնք փոփոխված չեն։ Հետևաբար, այս բարոյթի շրջանակներում կարծում եմ, որ քննարկման առարկա պետք է դարձվի հանգամանքներ, որոնք նախկինում չեն գնահատվել դատարանի կողմից, եւ որոնց գնահատումը կարող է ազդել դատարանի կողմից կայացված որոշման վրա։ Այս առումով պատվաժան դատարան մի քանի հանգամանքներ, որոնք ըստ էության կարող են հիմք հանդիսանալ նախկինում արձանագրված դատարանի հետևությունների փոփոխման, որոնք հանդիսանում հետևյալը։ Նախ պատվաժան դատարան ժամանակի հոսումը ինքնին գործոն է։ Եվ ժամանակի հոսումը ինչքան էլ մենք ասենք, որ դատավարական առաջընթացը այն աշճան չէ, որպեսզի դատարանի նախկինում արձանագրված ռիսկերը նվազեցնեն, ինքը գործոն է, որը պետք է չգնահատվել բացառապես հաշվի մասնավոր շահի։ Հետևաբար, եթե որոշակի ժամանակ անձը գտնվում է կալանքի տակ, հետևաբար դա արդեն իսկ այսպես ասած հիմք է ստեղծում առավել խորությամբ գնահատել դրա շարունակականության անհրաժեշտությունը եւ իրավաչափությունը։ Եվ այս համատեքստում դատարանի ուշադրությունը հրավիրում են հանգամանքի վրա, որ եթե անձի տարիք է, եթե նախկինում կայացված որոշման պայմաններում Վարդան Ղուկասյանը 65 տարին դեռ չէ լրացել, հիմա 65 տարին լրացել, իսկ 65 տարեկան այս տարիքը ինքը թերական օրենսգրքով սահմանված ըստ էության որոշակի տարիքը, ինչը շեշտում են 65 տարեկանը, որովհետև ըստ էության այս 65 տարեկանի հետ կապված կան նաև հատուկ իրավական կարգավորումներ, որոնք հիմա չանդրադառնամ, բայց ամեն դեպքում այս պահին մենք քննարկում ենք նաև 65 տարեկան լրացած ֆիզիկապես վատառողջ անձի շարունակական կալանքի հարցը։ Հետևաբար այս գործոնը հոսա ժամանակ եւ միաժամանակ կրկին նոր հանգամանք է, որը պետք է գնահատման արժանացնել։ Հաջորդը պատվաժան դատարան։ Ի վերջո այս դատարանի ջանասիրությունը մենք չենք վիճակում այս առումով, բայց կցանկանայի անդրադառնալ այն հայտարարությունը, որը կարող է ընկալվել որպես, որ դատականից չի կայացվել, օրինակ պաշտպանների բացակայության պատճառով, թույլ տվեք ուղղակի հիշեցնել, որ դատականիստը տեղի ունեցել 5-շաբթի օրը, երբ պաշտպանները ներկայացել են դատականիստին, ուղղակի դատանը որոշեց հաջորդ դատականիստը ներկայացնել նշանակել հաջորդ օրը, ուրբաթ օրը։ Եվ օբյեկտիվորեն նաև վստահ եմ դատարանը հաստատի, օրինակ հետաձգման գրություն են գրել, կից ներկայացնել նաև այդ օրվա ծանրաբեռնվածությունները, որ այլ քերական գործերով են ծանրաբեռնվել, հետևաբար այդ դատականիստի չկայանալը ինքը պաշտպանական կողմի որևէ իրավունքի ոչ չարաշահում է, որը ինչ չարամիտ դիտավորություն, օբյեկտիվ իրականություն է եղել, իսկ մնացած բոլոր լիստերին պաշտպանական կողմը ներկայացել է, որ բավականին հաճախակի նշանակված լիստերին է նաև ներկայացել, միջանկյալ որոշված լիստերին է նաև ներկայացել, եւ այս առումով կարծում եմ, որ ժամկետի հոսումը եւ ժամկետում իրականացված գործողությունները թույլ չեն տալիս կարգավորել, որ պաշտպանական կողմը որևէ իրավունքի չարաշահում է տեղ ունեցել, որի թույլ տվել, որի պատճառով դատավարական առաջընթացը այն չէ, ինչ կարող է լինել։ Ամեն դեպքում պատվաժան դատարան մենք հասել ենք մի փուլի, որով առնվազն հայտնի են նաև հետևյալ հանգամանքները։ Նախ փորձագիտական մակարդակով ֆիքսվել է, թե ինչ հիվանդություններ ունի Վարդան Ղուկասյանը եւ ըստ էության այդ հիվանդությունները Պարադիս չէին կարծիքով բժիշկ լինել հասկանալու համար, որ դրանք բավականին լուրջ հիվանդություններ են եւ նաեւ այս հիվանդությունների լրջության պայմանավորված դատարանը լրացուցիչ փորձաքննություն նշանակեց, բարձելու համար թե դրանց համակցությունը կարող է արդյոք հանգեցնել անձի ֆունկցիոնալ վիճակի խանգարման եւ հաջորդը արդյոք հերակատարական հիմնարկի պայմանները թույլ են տալիս, որպեսզի այս հիվանդության անձի ստանան պատշաճ բուժում։ Այս հարցերի պատասխանները մենք չունենք, բայց դատարանի ուշադրությունն հրավիրում հետեւյալ հանգամանքների վրա։ Անձը քերակատարական հիմնարկ է ընդունվել թեթևաշանի դիաբետով եւ հիմա քերակատարական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում դարձել է ծանր աշխարհի։ Այսինքն ակնհայտ է, որ քերակատարական հիմնարկում բժշկական օգնության ցուցաբերումը կամ չցուցաբերումը կամ ոչ պատճառ ցուցաբերումը ամեն դեպքում հանգեցել է իրավիճակի, որ անձի մոտ հիվանդությունները խորացել են։ Հետաբար այստեղ մենք երկու հարց ենք դնում քրտի, մեկ դեպքում հանրային շահն է, որը ներկայացնում է որպես քննության շահ, որպեսզի անձը չխոչընդոտի քննության ընթացքին, որոշակի գործոններով պայմանավորված ռիսկ է տեսնում դատարանը։ Մյուս դեպքում 3 ամիս առաջ տեսել ենք մենակ անձի, հիմնականում անձի մասնավոր իրավունքը ազատության առումով, հիմա այդ իրավունքին գումարվել է նաև անհրաժեշտություն հարգելու անձի իրավունքությանը պատշաճ հետևելու իրավունքը։
Հիմա այս 3 ամիսները մենք բան ցույց տվեցին, որ այդ ընթացքը պատշաճ չի կազմակերպում պատժամիջոցին եւ անձի կալանքի տակ գտնվելը ոչ թե պետք է գնահատել միայն ազատության իրավունքի համատեքստում, այլ կարծիք անձի կալանքի տակ գտնվելը չի հանգեցնում մեկ այլ իրավունքի խախտման։ Այս փաստական հանգամանքներին կարծիքով բավարար են, որը կվկայի, որ անձի կալանքի տակ գտնվելը հանգեցնում է ոչ միայն մասնավոր ազատության իրավունքի խախտմանը, սահմանափակմանը, այլ նաև առողջության հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Դատարանը կցանկանամ հայտնել նաև, որ օրինակի համար մեկ դատական նիստով շտաբ բուժօգնության աշխատակիցների կողմից եղավ ցուցում, որպեսզի Վարդան Ղուկասյանին տեղափոխել հիվանդանոց։ Վարդան Ղուկասյանի հիվանդանոց տեղափոխեցին եւ ներքին գործերի նախարարության կատարված համապատասխան հարցմանը ի պատասխան օրինակ ինձ հայտնում է, որ իբր Վարդան Ղուկասյանն է հրաժարվել տեղափոխել հիվանդանոց, այն պարագայում եւ պաշտպանի ասել է պնդում, որ նման բան չի եղել, ինքը երբևէ չի հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց, հետեւաբար այս գործելավոճը առնվազն վտանգավոր է եւ այս վտանգները նույնպես կարծում եմ, որ ենթակա է գնահատման։ Դե արդյոք այս ընթացակարգը, որի մեջ հիմա, որի միջով հիմա ասում է Վարդան Ղուկասյանը, պետք է գնահատել բացառապես կոնվենցիա 5-րդ հոդվածի տիրույթում, թե պետք է գնահատել նաեւ կյանքի եւ առողջության հետ կապված խնդիրների տիրույթում։ Այս նշված հանգամանքները բարձրացնում են մասնավոր շահերին ավելի շատ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, քան դարձվել էր 3 ամիս առաջ պատվարժան դատարան։ Եվ այս առումով կարծում եմ, որ այս հանգամանքները հիմք են, որպեսզի դատարանը վերագնահատի նախկինում արձանագրված ռիսկերը, նաև այդ պատճառով։ Եթե մտավախությունը ազատության մեջ գտնվելու հետ է կապված, ապա կատնային կալան, որը կարող է բոլոր սահմանափակումներով անձին կրկին կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով պահել անազատության մեջ, բայց միևնույն ժամանակ անազատության կրման պայմանները առավել հումանիտար են, քան դերակատարական հիմնարկում։ Նախորդ անգամ պաշտպանության կողմը առաջարկել էր մինչև 5 միլիոն դրամ գրավ, հիմներկամս առաջարկում է 20 միլիոն դրամ գրավ համակցությամբ տնային կալանքի, եթե դատարանը գտնի, որ 20 միլիոնից ողջամիտ ավել գումար է անհրաժեշտ, պատրաստ է պարոն Ղուկասյանը նաև 20 միլիոնից ավել ողջամիտ ավել գումարը համակցությամբ տնային կալանքի կիրառել որպես գրավ։ Հետևաբար 5 միլիոն դրամ գրավը եւ 20 միլիոն որոշակի պերմիսով գումարը իրենք նույն զսպող մեխանիզմները չեն պատվարժան դատարան, սա է նոր հանգամանք, որը պետք կարծում եմ կրկին գնահատման ենթակա է եւ կրկին կարող է ազդել դատարանի որոշման վրա։ Այս պայմաններում մենք կարծում ենք, որ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը անձի առողջական վիճակի շարունակական վատթարացումը եւ այն, որ փորձագետի եզրականությամբ նշվել է, որ անձը ունի կոնկրետ հետազոտությունների կարիք եւ մինչ այս որևէ հետազոտություն չի իրականացվել, այն, որ անձը շտաբօգնությունով հիվանդանոց տեղափոխվելու անհրաժեշտություն է եղել, չեն տեղափոխել եւ առաջարկվող գրավի չափի փոփոխությունը նոր հանգամանքներ են, որոնք կարող են ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռությունը անձին կրկին զրկել ազատությունից, լրացուցիչ երաշխիք գումարի գրավի տեսքով ապահովել եւ շարունակել գործիքնությունը, այդպիսով բացառելով եւ գործիքնությանը խոչընդոտելը եւ միևնույն ժամանակ հարգելով անձի ոչ միայն ազատության իրավունքը, այլ նաեւ թույլ տալով, որպեսզի առողջությունը պատշաճ չհետևի։ Ուստի խնդրում ենք դատարանին Վարդան Ղուկասյանի նկատմամբ խնդրել ազատության զրկման հետ չկապված խափանման միջոց համակցության գրավի, իսկ եթե գտնի դատարանը, որ պետք է ազատությունի զրկման զուգորդած խափանման միջոց լինի, տնային կալանք եւ 20 միլիոն գրավ, ողջամիտ ավել գումարի չափը թողնում ենք դատարան։